այո, մենք հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են խոշոր հաշվով, երկու պարտություն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մինչ այդ 2 տարի մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չենք ունեցել եւ բոլորը ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը շատ ծանր են տանում այս պարտությունները, շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են, իսկ իրականում կա մի զանգված, որոնք շատ ուզում են այդ պարտությունները տեսնել, որպեսզի հերթական առիթ հանդիսանա քննադատության։ Մեր հերթին մենք փորձում ենք դրանից հետևություններ անել, հասկանալ ինչը որպես ֆեդերացիա կարող ենք ավելի լավ անել, որպեսզի խուսափել դրանից, իսկ իրականում նաև հասկանալ, որոնք են օպտիմալ պատճառները։ Մենք գիտակցում ենք, որ բոլորը պատասխանատու են այս արդյունքների համար, ամբողջ թիմը, ֆուտբոլիստները, մարզիչները մեզ հետ միասին, եւ տվյալ պարագայում կան օբյեկտիվ պատճառներ, կան պատճառներ, որոնք այժմ վերլուծում ենք, մենք երկար զրույց ենք ունեցել հանդերձարանում, հաջորդ օրերին ֆուտբոլիստների եւ մարզչական շտաբի հետ, հաջորդ օրերին մարզչական շտաբի հետ հանդիպել եւ քննարկել ենք խնդիրները, եւ նորանշանակ մարզչին իհարկե ժամանակ է պետք, բայց դրա հետ մեկտեղ արդեն նա որոշ լուծումներ է առաջարկել եւ մեզ տվել գալիք անելիքների ծրագիրը։